Փեսենել կենտրոնական բանկի նախագահն է։ Այսինքն հիմա հասկացան մեր թենիսիստները, թե ով է ուզում ձեռքցի թենիսի կորտերը։ Ես այս թուղթ տեսակը դնեմ մեր բանը Telegram, որպեսզի մեր թենիսիստները կարողանան կարդալ, հասկանալ, ուսումնասիրել, թե որտեղից է գյուքա էտա կամին։ Դե չթողը մեզ ինչ-որ։ Նորից էլի նախկին, ներկա, նախկին եւ այլն։ Խնդրեմ, սերի ժողովուրդ, ընկեր թենիսիստներ, ֆեդերացիա եւ այլն, մտեք նայքի միջալոց, ես ինքս նորից եմ կրկնում, որ կատեգորիկ դեմ եմ թենիսի կորտերի վրից ինչ-որ մի հատ բան պոկել գցել, քանդել, ինչ-որ բան վերականգնել եւ այլն։ Դա հայտարարում եմ բանը, պաշտոնապես եւ թենիսիստների կողքին եմ։ Մյուս թեման հերթով գանք։ Այսօր երեք բանով այդ առավոտվանից ամբողջ համացանցով պատտվում է տեղեկատվություն, որ դեմից խուլիգանական գործողություններ է կատարել ՀՀ ազգային հերոս գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը, կրակոցներ, մրակոցներ, հետո ձերբակալին, բերին, կայնասրին, ձեռները հետևը դրած, չխկելը նկարում են, զենքը դեմը դրած, փաստաբանն էլ ասում է ինքը սուրբ է, ինքը կապ չունի։ Ինձ չի հետաքրքրում ոչ Տիրան Խաչատրյանը, ոչ այդ գեներալ, մեներալ, դեմքին նայում ես ոնց որ բոսյակ։ Ինձ հետաքրքիր է մենակ մի հատ բան։ Պատերազմը պարտված կենթանի մնացած անձը ոնց է դառնում ազգային հերոս։ Ինչի հիման վրա է Հայաստանի Հանրապետության բոզի տղա կառավարությունը Տիրան Խաչատրյանին տվել Հայաստանի Հանրապետության ազգային հերոս բարձր կոչումը։ Ոչ զոհվելա։ Ոչ իր կյանքով, չգիտեմ ինչա գմփսրել, ոչ մի հատ հաջող մարտական գործողություն է իրականացրել, որով Ադրբեջանն եղել է բիզիմդիր։ Ինչի հիման վրա եք դուք մի հատ բոսյակի, որը որ անհայտ է թե ոնց է դառել դաժե գեներալ մայոր գլխավոր շտաբի տեղակալ, վեկալել եւ շնորհել ազգային հերոս բարձր տիտղոսը։ Լավ, գոնե մնացել է մի բնակավար, որ այս բոզիս տղեկը չպղծեն։ Իհարկե ոչ։ Ազգային հերոս նման պաֆասկու պիտի ունենա, ազգային հերոսին պիտի կակոյնի բույց միլիցիա Արտագալստանի ականջը կանչի, միլիցիա թևից բռնի կամ վզից բռնի կողի մեքենան, այդ միլիցիայի աշխատողը գիտի դեշեկան կապևեդեն ինչա, չգիտի, դուք ինչ կա մի բան, որ դուք չպղծեցիք, այ բոզի տղեք, ինչ խերիս ազգային հերոս, սա ով է, սա Վազգեն Առաջինն է, սա Մոթե Մելքոնյանն է, սա Վազգեն Սարգսյանն է, սա Վիցե Այվազյանն է, Ռիշկովն է, Վիկտոր Համբարձումյանը, սա ով է այս բոսյակը, որ տվել եք ազգային հերոս, մի հատ էլ բերեմ միլիցուց են տալան, ոնց են կզծնեմ ազգային հերոսին, կայնեմ նկարեմ, որ տեսեք բոսյակը ազգային հերոսը զենքան է խուլիգանություն արել, կրակել է մնշոր մամնական վնասվածքով էլ մարդկանց վեկալ է տայել են, փաստաբանել ասում է սուտ է, ատենց բան չկա։ Ես մի բնակավար չկա, որ ես բոզի տղեկը պղծած չլնեն, մի բնակավար, ինչ խերիս ազգային հերոս, ոտը ձերը, գլուխը ձերը, մամինը տեղը, սաղ տեղը, Ղարաբաղը կորցել ենք, 5000 հոգի լցել ենք հողի տակ, 10,000 սարքել ենք հաշվանդամ, Ադրբեջանը դե ղզղզածը, Էրիկի մոտ, օբյեկտը մեր կայֆավատ տալնեմ, բոզի տղեն ու կոչում է ազգային հերոս, մի հատ էլ գեներալ մայոր, ինչ խերես ազգային հերոս, այս ինչ եմ ասում, պետական գործիչ և քաղաքական գործիչ, Ճապոնյան 45 թվին, Խիրոսիմա Նագասակիից հետո, որ ստորագրեց կապիտուլյացիոն պայմանագիրը, լրիվ ստորագրողները գնացին իրանքյան ծարին խառակիրի, լրիվ, կառավարություն, բնդեղ չգիտեմ, ալքայազնով, մալքայազնով, լրիվ
Շակիրի Արինյանց, որովհետև անհանդուրժելի էր դրանից հետո ապրելը։ Սրանք 24 ժամում Արցախը հանձնին, եկել են Հայաստան կայֆավատենալամ զենքերով, մեքերով, բանտիկներով $1.5 միլիարդ սպառազանություն տվին Ադրբեջանին, այդքանից հետո եկել են օբյեկտներով տժում են, մժում են, բանեն անում, էլ մի հատ էլ կոչում են ազգային հերոս։ Ինչ խերիս ազգային հերոս, ով է այս կոչումն ես բոզի տղուն տվե։ Լավ էլի, լավ, ամեն ինչ սեպտեմբերի 21 պղծին, մայիսի 9 պղծին, հունվարի 28 պղծին, ոչ մի տոն չեն թողել, ամբողջ կալենդարի մորացած սրել են։ Ով ասա։ Մարշալ Բաղրամյաններ, Խուզյակովնա, Բաբաջանյաննա, ով ա։ Ժուկովնա, Մարշալ են տայք պրծնեիք, բա ազգային հերոսին կազասրած միլիցեն տանեմ, ա։ Կամ ազգային հերոսը պիտի գնա Էրիկի մոտ ռեստորանում հանեմ կրակում, լագում։ Նիկոլ կնկատել դու ազգային հերոս։ Կնիկատել գնացեմ մտե, նույն բան արելա, այս նույն բան արելա, բա կնիկատ բունքերներից դուրս չեկե։ Խիչ ես տալեմ ազգային հերոս։ Գագո Եկավ, հլը մե գլուխը կաղ ճոճում, անընդհատ ճոճում, անցինստի գագո, բիջը դուրան, ենա եկավ, արի, դու էլ անցի, պապայի բալամ, դու էլ անցինստի, գագոյի դեմը մենակ ջուր ես դնեմ, քրիստիկ, ուրիշ ոչինչ, կանադարնակ, դու պատրաստվի, ընտրեմ, ասում են չեն թողել ոչ մի սրբություն, կատեգորիկ։ Են Ստեփանավանի քաղաքապետային չէն, բոզի տղեն, են էլ դանակով հարցակվելա քաղաքացու գնեն, վիզը պրտելա։ Ես չեմ կարամ հասկանամ, ես ինչ կադրեր են էլի, ես ինչ կադրեր են։ Պարքև ավաճանա, որ բաժանում են մեքենայը, որ առնում են և ալն, են օրներ ես իմանն է, որ մեղրի քաղաքում էլ դիալիզի ապարատ չկա։ Ինգեր առողջապահության նախարար ագարկա, որ ասում ես այո դեղերը մեր մոտ ավելի թանկ են, քան Վրաստանում, ինչու։ Դիալիզի ապարատը սկսում է, չգիտեմ 1000 քանի դոլարից մինչև $50,000 կա։ Ցելի քաղաք դիալիզի ապարատ չունի, հասարակ դիալիզի համար, մեղրի ժողովուրդը գնում հասնում են Ղափան։ 70 կիլոմետր պերևալներով հելի, 70 կիլոմետր պերևալներով իջի, էմերավ այդ բանը թիվանդը, բանից հետո դիալիզից հետո։ Ամեն մի քաղաք պարտա յուրաքանչյուր քաղաք, ով ունի 10,000, 5,000 ազգաբնակություն, դաժե գեղանման պիտի ունենա դիալիզի ապարատ։ Մտած ինձ հետաքել է գինը տենամ, ինչ արժե։ Նայեմ տենում եմ $2,000, $3,000, $9,000, մինչև 50,000, լավ սա ծախսա։ $300,000 պետությունից դուրս է եկել, սա Հայաստանի քաղաքները